կանգնած է հենց այդ քանդման կրիզիսի եզրին, ինչու, որովհետև իր իսկ դավանած արժեքները ինքը ոտնահարում է կիրառելով երկակի ստանդարտներ, և այդ երկակի ստանդարտները ոչ միայն Արցախի օկուպացիայով և էթնիկ զտմամբ և մեծ տեղահանությամբ չեն արտահայտվում, աշխարհի տարբեր տեղերում նույն Եվրամիությունը խուլ և համր դերակատարությամբ ականատես է լինում, թե ինչպես են 100 հազարավոր մարդկանց ցեղասպանում, Պաղեստինը նայեք, ամենաթարմ օրինակը, Պաղեստինում ինչ են արել, ինչպես կարողացան կասեցնել, ոչ մի կերպ, թողեցին մինչև մի տերորիստ պետությունը ցեղասպանեց, ավերակների վերածեց ամբողջ երկիրը, իսկ Եվրամիության կողմից պարզապես հնչեցին լացակումած ցավակցական հեռագրեր ու արտահայտություններ, հիմա նույնը այստեղ է, այսինքն մեծ ակնկալիքներ ունենալ, որ մենք մեր տեղում նստած մեր բազկաթոռներին պիտի գոռանք և մեզ լսեն, չի լինելու, կա հետնաբեմում տարվելիք աշխատանք, ինչու եմ ասում Եվրամիությունում, եվրոպական երկրներում այդպես միանշանակ չի մոտեցումներ այն ինչ կատարվում է, այնտեղ շատ ուշադիր հետևում են նաև Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, ոչ միայն քաղաքական, այլ նաև հենց եկեղեցու դեմ տարվող, և գնահատականներ են տրվում, պարզապես այսօր մեդիա պրոպագանդան այնպես է տարվում, որ դրանք լսելի չեն, և մեր աշխատանքը որպես քաղաքական գործիչներ պիտի կայանա նաև հենց սրանում, որ մենք էլ մեր հերթին կապ հաստատենք, ներկայացնենք օբյեկտիվ իրականությունը և ոչ թե պաշտոնական, ու երբեմն առիթներ եղել են տարբեր պաշտոնյաների հետ վերջին ամիսներին շփվելու, տպավորություն է ստեղծվել, որ այդ մարդկանց միակ մեդիա, այսպես ասենք, հոսքը, իրենք մեդիա հոսքը ստանում են օֆիցիալ տեղեկատվական կայքերից կամ պաշտոնյաներից